Ай, урод! Ай, урод, повернись сюда. Если уйдешь, я тебя найду. 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի Լոբուչենսկու մայրուղում գտնվող տներից մեկում գտան 57-ամյա հայ տղամարդու դիվ։ Նրան դաժանաբար ծեծել եւ սպանել էին։ А кто именно ножом убил отца? Он сидел на этом кресле в том углу. Так. Мы с Еленой подошли сзади. Նրանք երեքով որոշեցին մի օր ազատվել իրենց հորից։ Ամբողջ համացանցը, ինչպես նաև հանրությունը այս դեպքը շատ ծանր տարավ, շատ քննադատություններ եղան։ Մի մասը արդարացնում էր նրանց, մյուս մասը հակառակը, պահանջում, որ նրանց ցմահ դատեն։ Դատը տեղի ունեցավ եւ այն ձգձգվեց ուղիղ 7 տարի։ Այսօր արդեն պարզ է դատավճիռը։ Ինչ է որոշել դատարանը, ինչու նրանք որոշեցին սպանել իրենց հորը, արդյոք մեղավոր էր հայրը թե ոչ եւ որն էր իրականում այս ամենի պատճառը։ Այս ամենը կիմանանք այսօրվա տեսանյութում։ Բայց մինչ տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, թողնես մեկնաբանություն եւ հավանես տեսանյութը։ «2018 թվական մահվան օրը Միքայել Խաչատուրյանը վերադառնում էր մասնագիտացված հոգենյարդաբանական կենտրոնի եւ հերթական անգամ պատժում աղջիկներին բանկային քարտի, գերծախսի եւ բնականի կեղտոտացության համար։ На целое одеяло волосы аж под кресло и на том матрас снял. Вот так. Слушайте, вот это тварь. Вот это тварь, который пока имя Кристина. Երեկոյան, երբ Միքայելը քնում է բազկաթոռի վրա, Մարիաննան եւ Անգելինան հարձակվում են նրա վրա։ Նրանք գործել են միաժամանակ, հարվածներ հասցնելով հոր մեքենայից վերցրած որսորդական դանակով եւ մուրճով, ինչպես նաեւ այլ գործիքներով։ Նա ուներ իր մոտ զանգուլակ, որը ամեն անգամ օգտագործելով աղջիկներից մեկը պետք է մոտենար իրեն, կատարեր իր յուրաքանչյուր ցանկությունը, թե կենցաղում եւ թե անկողնում։ Այո, շատերի պնդմամբ եւ հոգեբանների նաեւ ուսումնասիրություններից ելնելով կա վարկած, որ նա ունեցել է սեռական ակտեր իր աղջիկների հետ, ավելի կոնկրետ բռնաբարել նրանց։ Սա էլ հանդիսացել է այն մեծ պատճառներից մեկը, որի արդյունքում աղջիկները որոշեցին ազատվել հորից։ Ангелина, писать будешь бесперерывно, Ангелина, потом уйдешь, если не уйдешь. А если уйдешь, я тебя найду. Վերադառնալով սպանության օր, նրանց վերջապես հաջողվում է սպանել Միքայել Խաչատուրյանին դանակի ուղիղ հարվածով սրտին։ Միքայելը ընկնում է գետին եւ որոշ ժամանակ անց մահանում։ Աղջիկները շոկի մեջ էին կատարվածից, նույնիսկ կա տեսաձայնագրություն, որտեղ նրանցից մեկը դուրս է գալիս շքամուտք եւ շքամուտքի տեսախցիկից նկարվում է նրա վարքագիծը, թե ինչ շփոթմունքի մեջ է, ինչ վախի եւ ինչ սարսափի մեջ է նա գտնվում։ Սպանությունից րոպեներ անց աղջիկները կանչում են շտապօգնություն։ Շտապօգնությունն էլ իր հերթին կանչում է ոստիկանություն։ Գալիս են եւ ձերբակալում աղջիկներին, տանում արդեն բանտ։ Ձերբակալումից հետո, երբ ժողովուրդը իմանում է սրա մասին, երբ գործը ստանում է հանրային հնչեղություն, շատերը սկսում են սպառնալ աղջիկներին, նրանց ուղարկելով տարատեսակ ձայնագրություններ, թե ինչպես է նրանց պատժելու, սա հարիր չէ հայ ազգին, սա հարիր չէ հայ աղջկան, որ կարող է հորը սպանել, առհասարակ նա պետք է ձայնը կտրած ապրեր եւ ոչ մի բան չասեր, չաներ։ Մինչև գալ մեր օրեր սպանություն, եկեք մի փոքր ավելի խորապես գանք հարցին, թե ինչու աղջիկները չեն դիմել առհասարակ ոստիկանություն, որևէ մեկից օգնություն ուզել եւ այլն եւ այլն։ Սկսենք առաջինից, նրանց մայրը եւ եղբայրը չէին ապրում այդ տանը։ Մոր եւ եղբոր հետ վեճերի արդյունքում հայրը Միքայելը նրանց դուրս է հանում տանից եւ արգելում նրանց մուտքը, ինչպես նաեւ շփումը աղջիկների հետ։ Նա նաեւ արգելում է մորական կողմի եւ իր կողմի բարեկամների շփումը աղջիկների հետ։
Նրանք կտրված էին աշխարհից, չունենալով հասանելիություն դեպի ինտերնետ կամ շատ հաճախ ունեին հասանելիություն, սակայն շատ կարճ ժամանակով, որը իհարկե վերահսկվում էր հոր կողմից։ Աղջիկները հաճախում էին դպրոց եւ մի օր Միքայելը որոշում է նրանց դպրոցից տուն բերել, անցնելով տնային ուսուցման, ինչը նշանակում է, որ նրանք այդ օրվանից հետո դուրս եկել են միայն ու միայն Միքայելի վերահսկողությամբ։ Աղջիկների մայրը Աուրելիան պնդում է, որ մի քանի անգամ թե ինքը, թե աղջիկները փորձել են դիմել ոստիկանություն, ինչպես նաև երբ որ դիմել են ներկայացրել են բողոք, ցավոք սրտի այդ ամենը չի ընդունվել լուրջ։ Ինչու՞։ Քանի որ գլխավոր ոստիկանապետը եղել է Միքայելի ընկերը։ Այդ իսկ պատճառով բոլոր բողոքները ուղղակի անտեսվել են։ Կինը պատմում է նաև, որ Միքայելը օգտագործել է դեղամիջոցներ, որոնք պետք է իրեն հանգստացնեին, նյարդերը հանգստացնեին, եւ դրանք առաջացրել են իր մոտ կախվածություն այդ դեղերից, սակայն դեղերի վատ կողմը այն էր, որ այն առաջացնում էր վատ տրամադրություն, տրամադրության անկում, ինչը նաև դարձել է նրա ագրեսիայի գլխավոր պատճառներից մեկը։ Սակայն փաստը այն է, որ նա մինչև դեղեր ընդունելն էլ ունեցել է իր մեջ այդ ագրեսիան, իսկ դեղերը ավելի սրել են իրավիճակը։ Ըստ ոստիկանների, Խաչատուրյանը երբ բաժանվել է իր կնոջից, սկսել է սեռական ոտնձգություններ անել իր ավագ եւ միջնեկ աղջիկների հետ, որից հետո նաև փոքր աղջկա հետ։ Այդ ժամանակ ամենամեծ աղջիկը եղել է 17 տարեկան։ Քույրերից մեկը փորձել է ինքնասպան լինել, երբ հայրը ստիպել է զբաղվել օրալ սեքսով, սակայն բժիշկները նրան կարողացել են փրկել։ Աղջիկները փաստել են նաև, որ հայրը նրանց դրդել է խմբակային սեռական հարաբերությունների, իսկ Անգելինայի մտերիմները պատմել են, որ իրենց հայտնի է աղջկա նկատմամբ սեռական բռնության շուրջ 10 դեպք։ Բժշկական փորձաքննությունները հաստատել են այն փաստը, որ աղջիկներից առնվազն մեկը ենթարկվել է սեռական բռնության։ Դատարանի որոշմամբ աղջիկները ձերբակալվեցին, նշանակվեց դատաբժշկական հետազոտություն, նշանակվեց քրեական եւ այլն հետազոտություններ, որոնց արդյունքում դատը տևեց շուրջ 7 տարի եւ այժմ դատը ավարտվել է։ Փորձաքննությունները հաստատել են, որ աղջիկները ենթարկվել են թե հոգեբանական եւ թե սեռական բռնության, իսկ հայրը ունեցել է անձնային խանգարում։ Այսպիսով շուրջ 7 տարի տևած դատական process-ից հետո 2025 թվականի ապրիլի 21-ին Խաչատուրյան քույրերը ճանաչվեցին անմեղ, իսկ նրանց հայրը հետմահու մեղադրվեց թե սեռական բռնության եւ թե այլ հանցագործությունների մեջ։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին, ինչպես նաեւ յուրաքանչյուր կարծիք ինձ համար կարեւոր է թե լավ, թե վատ։ Սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին, ինչպես արդեն նշեցի, եւ կսպասեմ, որ բաժանորդագրվեք ալիքին։